Բարև ձեզ Արնյուզի եթերում մանրամասներն են։ Ամեն օր երկուշաբթիից ուրբաթ ծանոթացեք մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունների մանրամասներին, ժամանակն է խոսել ոչ թե վերնագրերով կամ կարգախոսներով, այլ մանրամասներով, եւ այսպես դիտեք այս թողարկմանը։ Գիրքն է անպետք ուսուցիչը թե աշակերտը։ Կխնայի առաջինը ծառերը եւ այդքան թուղթ չէ օգտագործի։ Ինչ է սովորեցնում ինֆորմատիկայի դասագիրքը 21-րդ դարի աշակերտներին։ Անցնում ենք, ենթադրենք էկրան, ստեղնաշար, մտնիկ, ասենք կոշտ, ժոստկի դիսկ, այդպիսին ասած։ Այդպիսի բաներ էինք անցնում։ Վատ դասագիրք թե առարկային չտիրապետող ուսուցիչներ։ Դպրոցներում աշխատում են ինֆորմատիկայի այնպիսի մասնագետներ, որոնք իրականում երկրորդ մասնագիտություն են որպես դա ստացել։ Ինֆորմատիկա առարկայի դասավանդման մանրամասներ։ Դասագիրք ինֆորմատիվ եւ անհասկանալի։ Մանրամասները ներկայացնում է Gapex ընկերությունը։ Հատուկ առաջարկ Gapex ընկերությունից։ Գերմանական Inventor ապրանքանիշի անհատական օդափողության համակարգեր ձեր բնակարանի համար։ Այն չնչին էներգիա ծախսելով ապահովում է բնակարանի օդի գերազանց մաքրությունը, լիովին անաղմուկ է, մեծ տարածք չի զբաղեցնում, պաշտպանում է բնակարանը բորբոսից, նաև ալերգիաներից։ Gapex վայելեք թարմոթը ձեր բնակարանում։ Դասագրքի լավ կամ վատ լինելու մասին հայտնի է դառնում, երբ այն ներմուծվում է դպրոց, երբ հերթական պարագրաֆը երեխաների հետ հավասար ջանում են հասկանալ նրանց ծնողները, ու նրանք էլ առաջինը սկսեցին խոսել ինֆորմատիկա առարկայի նոր դասագրքերի անհասկանալի լինելու եւ ավելորդ ինֆորմացիա պարունակելու մասին։ Տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացման 21-րդ դարում այլևս ոչ մի քայլ առանց համակարգիչների անել հնարավոր չէ։ Մեր երեխաներն ի տարբերություն մեզ երբեմն շատ ավելի գիտակ են այդ ոլորտում, ուրեմն ինչ եւ ինչպես պետք է սովորեցնի ուսուցիչը։ Դասագիրքը աշակերտի ընկեր, ուսուցչին օգնական։ Ինֆորմատիկայի դասագրքի դեպքում ոչ մեկն է, ոչ մյուսը։ Ներին ինֆորմատիկայի դասագիրքը չի բացել։ Գրվածքը խրթին էր, երկար, մատուցումն էլ տեսական։ Ինչ դասագրքում բացատրվում էր մի քանի էջով, համակարգչի 2 կտոց է։ Ամենասկզբում որ ինֆորմատիկա սկսեցինք ասել, դա է շատ լավ մոտոստպավորված, եւ մենք համարյա անցնում էինք, ենթադրենք էկրան, ստեղնաշար, մտնիկ, ասենք կոշտ, ժոստկի դիսկ, այդպիսին ասած։ Այդպիսի բաներ էինք անցնում։ Ինֆորմատիկայի դասագրքի անմատչելիությունն ու մատուցումը ամենակննարկվող թեմաներից էր նաև Արմեդու կրթական պորտալում։ Երբ որ գալիս է, որ պետք է գիրքը ընդունի, բոլորը ծափահարում են։ 4 ամիս տրվում է ուսուցիչներին, որպեսզի նրանք կարդան եւ կարծիք հայտնեն։ Ուրեմն ուսուցիչները կարծիք չեն հայտնում։ Ինֆորմատիկայի դասագրքի հեղինակներն են, ամուսիններ են, դժգոհում են դասագիրք գրելը անշնորհակալ գործ է, վստահ են իրենց մշակած գիրքը լավն է, ուսուցիչներն են սխալ մատուցում։ Հայաստանի դպրոցներում աշխատում են ինֆորմատիկայի այնպիսի մասնագետներ, որոնք իրականում երկրորդ մասնագիտություն են որպես դա ստացել։ Մի քանի ամսվա վերապատրաստման դասընթացները կարծում ենք, որ շատ քիչ է։ Ինֆորմատիկա դասավանդող Սամվել Մարտիրոսյանը նկատել է ուսուցիչների երազանքը կատարվում է, աշակերտները գերազանցում են ուսուցչին։ 3D գրաֆիկա տիրապետող աշակերտին չի կարելի սովորեցնել Photoshop-ի պարզ կանոնները։ Ես որ ինեի կխնայի առաջինը ծառերը եւ այդքան թուղթ չէ օգտագործի, կսարքեի ձեռնարկներ on-line կտեղադրեի, առավելևս որ այսօր կրթության նախարարությունը այդ հնարավորությունները ունի։ Ինֆորմացիան արագ հնանում է, տեխնոլոգիաները զարգանում։ Ապագայում կլինեն դասագրքեր, թե on-line ձեռնարկներ, դրանց վրա պետք է աշխատի առնվազն 4 հոգի՝ աշակերտ, ուսուցիչ, գիտնական ու գործող ծրագրավորող։ Այս հարցում համակարծիք են բոլորը։ Հայկու Հյասատրյան, Արմեն Շահոյան, Armnews։ Մանրամասներում այսօր Քվանտ վարժարանի ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Արսեն Դարպասյանն է։ Բարև ձեզ, պարոն Դարպասյան։ Դասագիր գրելը շատ բարձ եւ անշնորհակալ գործ է, ինչպես նշեցին հեղինակները, բայց դասագրքի վերաբերյալ կարծիքն էլ կարող է շատ սուբյեկտիվ լինել։ Դուք որպես այդ դասագրքով աշխատող մարդ, ինչ կարծիք ունեք։ Անկեղծ ասած, խոսակցությունը կսկսեմ մի փոքր պատմությունից։ Նոր ծրագիր ինֆորմատիկայի գրվել է ընդամենը 2006 թվին, գրվել եւ գործարկվել է։ Այսինքն մենք ունեցել ենք ընդամենը 6 տարի ժամանակ այս ամբողջ զարգացման համար։ Եվ բնականաբար ամեն տարի ինչ որ մի դասարանի 6-ից սկսած դասագրքեր են գրվել։ Դրանից առաջ ինֆորմատիկա առարկան անցել են միայն 9-րդ եւ 10-րդ դասարաններում։
6 տարին շատ փոքր ժամանակամիջոց է, որպեսզի մենք վստահ լինենք, որ ամեն ինչը շատ լավ է արված, շատ ճիշտ է արված։ Եթե իմ կարծիքն եք հարցնում դասագրքերի մասին, որպես մասնագետի, ես միարժեքորեն կասեմ, դասագրքերը նորմալ դասագրքեր են։ Թերություններ իհարկե կան դասագրքերում, իհարկե որոշ բաներ դասագրքերում պետք է փոխվեն, բայց էությունը դասագրքերի ես համարում եմ բացարձակապես նորմալ շարադրված։ Եվ ամենակարևորը ես կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ դասագրքերի էությունը համապատասխանում է պետական ծրագրին։ Այսինքն պետք է սկսել ծրագրից, ինչպիսին ծրագիրն է, այնպիսին էլ դասագիրքն է։ Ես մի քիչ էլի մանրամասնեմ, որովհետև ինքս մասնակցել եմ դասագրքի ստեղծմանը, սկզբում 2006 թվին խմբում, ավելի ուշ ավագ դպրոցի ծրագրի եւ չափորոշիչների ստեղծմանը արդեն մենակ։ Նոր ծրագիրը եւ չափորոշիչները գրելիս մենք հիմք չենք ունեցել։ Այսինքն նախկինից եկած ծրագիրը բացարձակապես պիտանի չէր նոր ժամանակներում, նոր իրավիճակում։ Բնականաբար այդ ծրագիրը, նոր ծրագիրը գրվել է ուղղակի զրոյական կետից։ Բնական է ծրագրի մեջ էլ ինչ որ թերություններ կան, ծրագրի մեջ փորձի արվել համենայն դեպս համապատասխանեցնել այն ուրեմն եւ ժամանակին եւ աշխարհում տեղի ունեցող տենդենսներին։ Սյուժեի մեջ աղջիկը խոսում էր դպրոցահասակ եւ ասում էր, որ մի քանի դասաժամ շարունակ իրեն սովորեցնում են ինչ է մոնիտորը, ինչ է համակարգիչը, այսինքն դա նույնն է, թե երեխային սովորեցնես ինչ է գրիչը, որովհետեւ 6-րդ դասարանում երեխաները գուցե մի քանի մեծերից շատ ավելին գիտեն համակարգչի մասին։ Այստեղ ես պետք է առարկեմ այդ աղջնակին, որովհետև մեղքը ոչ թե դասագրքինն է այստեղ, այլ դասավանդող ուսուցչինը։ Ես ուրիշ հարց կտամ, իսկ ինչ էր սպասում այդ աղջնակը այդ գրքից։ Իհարկե գրքի մեջ պետք է մանրամասվեն բոլոր այն գործառույթները, որոնք որ պետք են անհրաժեշտ են համակարգչի հետ աշխատելու համար։ Գիրքը չի կարող բարդացվել, որովհետև այդ գրքով օգտվելու են հանրապետության բոլոր աշակերտները։ Իսկ ոչ բոլորը ունեն հավասար գիտելիքներ։ Գիրքը չի կարող ունենալ շատ ցածր մակարդակ եւ չի կարող ունենալ շատ բարձր մակարդակ, որովհետև գիրքը պետք է նախատեսված լինի, հաշվարկված լինի միջին աշակերտի մակարդակի վրա եւ նույնիսկ մի քիչ ավելի ցածր։ Ուսուցիչը ինքը պետք է կառավարի այդ հարցերը եւ այն մի րոպե գործառույթները, որոնցից որ այս աղջնակը դժգոհում է, միգուցե անցնի կարճ ժամանակում ավելի մեծ հնարավորություն տա երեխաներին էությունը հասկանալու, ինչ է նշանակում մկնիկը սեղմել, ինչպես է տեխնիկապես այս մկնիկը աշխատում, ինչ կարելի է այս մկնիկով անել եւ այլն եւ այլն եւ այլն։ Ես այսինքն ավելի շատ ժամանակ կվատնեի նմանօրինակ հարցերի վրա, էության վրա, քան այդ գրքում գրված ինչ որ մանրամասների վրա։ Վերջի վերջո գիրքը ընդամենը հիմք է։ Ես ուզում եմ հասկանալ ինֆորմատիկա առարկային նպատակը։ Մենք ի վերջո ում ենք կրթում, մենք կրթում ենք գրագետ օգտատեր, մենք կրթում ենք մարդիկ, որոնք հասկանում են դա ինչպես է սկզբից մինչև վերջ կարող են քանդել, հավաքել, ով պիտի դառնա աշակերտը, ինչ պիտի իմանա վերջում։ Շատ շնորհակալություն տեղին տրված հարցի համար։ Ես կանդրադառնամ ռեպորտաժի երկրորդ մասին, ինֆորմատիկայի ուսուցչի ելույթին։ Ինձ թվում է այս ուսուցիչը իրոք հստակ չի հասկանում կամ չի պատկերացնում իրեն անելիքը, նպատակը առարկայի։ Առարկան Photoshop չի կոչվում, առարկան չի կոչվում 3D Max, առարկան կոչվում է ինֆորմատիկա, սա ամենակարևորագույն բանն է։ Ինֆորմատիկան կարող է գոյություն ունենալ ընդհանրապես առանց համակարգչի։ Սա հմտություն է տեղեկույթը հավաքելու, պահելու, ներկայացնելու եւ այլն եւ այլն եւ այլն։
ինֆորմատիկա առարկայի նպատակն է ստեղծել հենք երեխաների համար, այսինքն դպրոցը ավարտող երեխան պետք է ունենա ունակություններ քայլելու այդ հենքով, իսկ հետագայում նա կբարձրանա աստիճաններով, կդառնա ծրագրավորող, կդառնա Photoshop-ի մասնագետ, կդառնա 3D Max-ի մասնագետ, թե ընդհանրապես մասնագիտությունը կփոխի եւ համակարգիչը կօգտագործի ուղղակիորեն որպես գործիք, դա արդեն իրեն գործն է, դպրոցի գործն է, դպրոցի ինֆորմատիկա առարկայի նպատակն է ստեղծել այդ հենքը։ Այսինքն երեխային տալ հնարավոր բոլոր տեղեկությունները այսօրվա աշխարհում կատարվող process-ների մասին, իհարկե տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում բնականաբար։ Սա շատ կարևոր միտք է։ Ես նորից եմ ասում, մի երեխան, որը որ 3D Max-ին տիրապետում է, չի կարող դառնալ օրինակ ամբողջ հանրապետության համար բնականաբար։ Այսինքն, ես պետք է դասավանդեմ ոչ թե Photoshop, ոչ թե 3D Max, այլ ես պետք է երեխային հասկացնել տամ ինչ է նշանակում գրաֆիկական խմբագրիչ։ Ինչպես է նա աշխատում եւ ինչ որ մի ծրագրի օրինակի վրա փորձեմ երեխաներին գործնական առաջադրանքներ տալ, որպեսզի նրանք հասկանան ինչ է կատարվում եւ ինչպես է կատարվում։ Սրանից հետո դպրոցն ավարտելուց հետո կամ դպրոցի նույնիսկ սովորելու ընթացքում երեխան կարող է ինքը ինչ որ բաներ ուսումնասիրել բնականաբար, միգուցե ուսուցչի միջոցով, միգուցե ինքը մենակ, բայց ծրագրի մեջ ներառել ինչ որ ծրագրեր, որոնք որ մի երեխան գիտի եւ 100,000-ը չգիտեն, դա իհարկե։ Իհարկե ծրագրերը անընդհատ փոխվում են, անընդհատ ինչ որ նոր վերսիաներ են ի հայտ գալիս, եւ դա կարելի է ինքնուրույն մի քանի անգամ փորելով գտնել։ Ամենաբուրըն զարգացող ոլորտն է։ Ամեն ամիս ամեն ինչ փոխվում է աշխարհում, ամեն ամիս ծրագրային փաթեթներն են փոխվում եւ այլն եւ այլն եւ այլն։ Մենք չենք կարող այդ ծրագրային փաթեթների հետևից ամեն անգամ փոխել դպրոցական ծրագիրը բնականաբար։ Այսինքն իմ այստեղից իմ եզրակացությունը հարկավոր է ոչ թե Photoshop-ը որպես օրինակ փոխել 3D Max-ով, այլ հարկավոր է այնպես դասավանդել առարկան երեխաներին, որպեսզի երեխաները կարողանան հետագայում կամայական այլ գրաֆիկական խմբագրիչի հետ, խոսք գնում է ոչ միայն գրաֆիկական խմբագրիչի հետ, տեքստային կամ աղյուսակային խմբագրիչի հետ ազատորեն աշխատել եւ զարգացնել իրենց ունակությունները։ Խնդիրը շատ պարզ է։ Ունենալ այն հիմքը, որի վրա հետո կարող են ունենալ այն հիմքը, որի հիման վրա նա հետո կարող է ինքը զարգացնել իրեն ունակությունները։ Եթե ուսուցիչը ուզում է պարապել ենթադրենք կամ զարգացնել իրեն աշակերտի ունակությունները, խնդրեմ թող արտաժամյա պարապմունքներ անցկացնի, բայց սա չի նշանակում, որ ծրագրում հարկավոր է ինչ-որ մի բանը փոխել մյուսով։ Այն պատճառով, որ մի երեխան ինչ-որ մի բան ավել գիտի, քան կողքի երեխան, սա ձև չի եւ մոտեցում չի բնական։ Այժմ առաջարկում եմ տեսնել, թե ինֆորմատիկայի քանի դասագիրք է գործել վերջին մի քանի տարիներին, որքան է այդ առարկայի դասաժամը եւ քանի ուսուցիչ է դասավանդում։ Կրթության ազգային ինստիտուտի կրթության եւ գիտության նախարարության տվյալներով 2006-ին եւ 2007-ին ներկայացվել է ինֆորմատիկա դասագրքի 2 տարբերակ, հաստատվել է 1-ը, 2008-ին հաստատվել է 1 տարբերակ, 2009-ին, 10-ին, 11-ին եւ 12-ին ներկայացվել ու հաստատվել է 1 տարբերակ։ 6-ից 12-րդ դասարաններում ինֆորմատիկա առարկան դասավանդվում է շաբաթական 1 ժամ, բացառություն են կազմում ֆիզմատ հոսք ունեցող 11-րդ դասարանները, որտեղ առարկան անցնում է շաբաթական 2 ժամ։ Կրթության ազգային ինստիտուտի տվյալով 2011-12 ուսումնական տարում Երևանի դպրոցներում գրանցված է ինֆորմատիկայի 244 ուսուցիչ, իսկ հանրապետությունում 1039 է։ Ըստ վիճակագրության փաստորեն ստացվում է, որ երևանյան դպրոցներում հատկապես չկա առանձին ինֆորմատիկայի ուսուցիչ։ Պատճառը պարզ է։ Դասաժամը քիչ է, շաբաթը 1 օր եւ հիմնականում վերապատրաստվում են ֆիզիկայի կամ մաթեմատիկայի ուսուցիչները։ Արդյոք հնարավոր է, որպեսզի վերապատրաստված մասնագետը դառնա լիարժեք ինֆորմատիկայի ուսուցիչ։ Շատ ցավալի հարց եք տալիս։ Նախ դասաժամերի վերաբերյալ մեծ պատերազմներ են գնացել իհարկե շակերտներում բնականաբար այս հարցի վերաբերյալ միակ արգումենտը բնականաբար նա է, որ երեխաները շատ են ծանրաբեռնված եւ սա այն երևի ամենակարևոր առարկան չէ, որի ժամերը հարկավոր է ավելացնել։ 1 ժամը շաբաթական շատ քիչ է ինֆորմատիկա առարկան անցնելու համար։ Այս միարժեքորեն
ուսուցիչների մակարդակի մասին։ Իրոք պետք են պրոֆեսիոնալ ուսուցիչներ, պետք է պրոֆեսիոնալ պատրաստում ուսուցիչների, ինֆորմատիկայի ուսուցիչների հատկապես, բայց այստեղ ես պետք է մի հանգամանքի մասին անպայման խոսեմ։ Ես ինքս քաջատեղյակ եմ իրավիճակին հանրապետությունում համենայնպես 20 տարվա ընթացքում։ Եթե երևի 10 տարի առաջ ուսուցիչների մեծամասնությունը անտեղյակ էր բացարձակապես ինչ է ինֆորմատիկան, ինչ է դասավանդվելու, ինֆորմատիկան պատկերացվում էր միայն որպես համակարգիչ։ Այսօր ուսուցիչները շատ ավելի գրագետ են։ Ես սա հայտարարում եմ ձեզ պաշտոնապես, որովհետև միջև վերջի տարին ես նախապատրաստել եմ բազմաթիվ ուսուցիչների, իհարկե հանրապետական ծրագրերի համապատասխան։ Այսինքն ուսուցիչների մակարդակն այսօր փոխվել է։ Միգուցե եւ բավարար չէ, որպեսզի մեր դպրոցական երեխաները ստանան այն հիմնարար գիտելիքները, որոնք նրանց հետագայում պիտանի կլինեն։ Սա շատ կարևոր հարց է։ Այստեղ մի խնդիր կա, որովհետև բարձր տեխնոլոգիաների ոլորտը լավ վարձատրվող ոլորտ է եւ հիմնականում լավ մասնագետները գերադասում են արտադրության մեջ լինել, քան դպրոցում դասավանդել։ Այո, իհարկե։ Այո, իհարկե։ Եվ սա էլ երևի թե դրդում է երեխաներին ավելի հետաքրքրվել այս առարկայով, ավելի մեծ ուշադրություն դարձնել առարկային, այ ուսուցիչը պետք է սա հստակ հասկանա եւ տա երեխային համապատասխան ուղղվածություն, բայց ուղղվածությունը տա միայն այն ժամանակ, երբ որ պետական ծրագիրը լիուլի կատարված է։ Խոսում էր on-line դասագրքերի մասին, իսկ գուցե իրոք փող չծախսել թղթի վրա եւ առցանց կազմակերպել։ Այստեղ ես իհարկե ունեմ շատ լուրջ առարկություններ։ Առաջին հերթին այդ on-line դասագրքերը լցված են ինտերնետում։ Ամեն մի առարկայի վերաբերյալ, ամեն մի մարուքի վերաբերյալ կա ամեն ինչ ինտերնետում, բայց փոխարինել դպրոցը այդ on-line դասագրքերով սա կոպտագույն սխալ է։ Կոպտագույն սխալ է։ Դպրոցը մնում է դպրոց։ Երեխային պետք է սովորեցնել, ես կրկնվում եմ, կներեք, որովհետև սա նույն հարցն է։ Երեխային ոչ թե պետք է Photoshop սովորեցնել, այլ երեխային պետք է սովորեցնել ինչպես է պետք վարվել գրաֆիկական խմբագրիչի հետ, ինչպես է պետք տեքստ հավաքել, գրագետ տեքստ հավաքել։ Որպեսզի այդ երեխան ապագայում դառնա այո, այն ժամանակ թող նա օգտվի on-line դասագրքերից ինչքան ուզում է, բայց փոխարինելով մեկը մյուսով, իհարկե մենք ոչինչի չենք հասնի, մենք ուղղակի հաշմանդամներ կունենանք եւ ոչ թե գրագետ ինֆորմատիկայի մասնագետներ։ Իսկ բուհական կրթությունը բավարարում է ուսուցիչների։ Միարժեքորեն ոչ։ Այսինքն մենք անհամապատասխանություն ունենք այո, մենք ունենք անհամապատասխանություն։ Բուհական ծրագրերի եւ դպրոցական ծրագրերի մեջ կա լուրջ անհամապատասխանություն։ Կարող եք օրինակ նշել։ Եվ սա մեր նախարարության երևի ամենացավալի հարցերից մեկն է։ Ամեն մի բուհ անցնում է ինֆորմատիկան այն ձևով, ինչ որ ինքը պատկերացնում է։ Իսկ ավելի ստույգ ասած, բուհերի դասախոսները անցնում են այն, ինչ որ իրենք գիտեն, որովհետև նրանք պատրաստված չեն, չկա այն հիմնարար ծրագիրը, որը պետք է բուհը տա երեխային, եւ ամեն մի բուհ բնականաբար իրեն ուրույն ծրագիր է։ Ես հասկանում եմ, որ մենք չունենք զարգացման հստակ շղթա, մենք չունենք սկիզբ եւ մենք չունենք նպատակ։ Մենք չունենք նպատակը, սա ամենակարևոր երևի այսօրվա զրույցի մեր Շնորհակալություն, մանրամասներում այսօր Քվանտ վարժարանի ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Արսեն Դարպասյանն էր։ Ես կներեք, մի բան էլ ես պետք է ասեմ, հա, ինձ մոտ ինչ-որ տվյալներ կան, էլի, պաշտոնական տվյալներ, հա, դասագրքերի վերաբերյալ, ես սա կավելացնեմ, հեսա մի վարքյան հագնոցս անեմ, ես չգիտեմ ինչ ձևով սա ներկայացնեք, դուք ինձ այստեղ կօգնեք, ուրեմն տվյալները ԿԱԻ-ի կողմից են տրված, հա, սրանք պաշտոնական տվյալներ են, դեռ ավարտված չեն, բայց կուտակվում են տվյալները, խոսքը գնում է, ուրեմն դասագրքերի վերաբերյալ, ինֆորմատիկայի դասագրքերի վերաբերյալ ուսուցիչների հարցման արդյունքների մասին։ Տարբեր դասարանների, ինձ մոտ ձեռքից տակ կա օրինակ 8-րդ եւ 9-րդ դասարանների ինֆորմատիկայի գրքի տվյալները։
հարցերը մոտավորապես ես ձեզ ասեմ, ինչ է, հա։ Այսինքն հարցերը տրվել են ուսուցիչներին։ Այո, ուրեմն 7 հարց է տրվում ուսուցիչներին, դուք որպեսզի պատկերացնեք, թեմաները համապատասխանում են ծրագրին, թե ոչ, տեսական նյութը բավարար է, թե ոչ, գործնական աշխատանքները բավարար են, թե ոչ, կան արդյոք խրթին սահմանումներ, կան մասնագիտական սխալներ եւ ամենակարևորը համապատասխանում է արդյոք դասագիրքը տարիքին։ Բոլոր տվյալները ես պաշտոնապես հայտնում եմ 95-96%-ի կարգի են։ Դրական պատասխանները բնականաբար։ Այսինքն ուսուցիչները Այո, սա պաշտոնական տվյալներ են, այնպես որ այն հանգամանքը, որը որ այստեղ ներկայացվել է, այդքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Ես նորից եմ կրկնում, սա Կրթության ազգային ինստիտուտի պաշտոնական տվյալներն են։ Ավելին ես ձեզ ասեմ 6-րդ եւ 7-րդ դասարանի դասագրքերի վերաբերյալ մոտ 950 ուսուցիչ է հարցվել, նույն հարցերն են տրվել, նա արդեն ավարտուն է, 8-րդ, 9-րդը դեռ ավարտված չի։ 90%-ից ավելի ուսուցիչները դրական պատասխան են տվել այս բոլոր հարցերի վերաբերյալ։ Սա շատ էական է։ Շնորհակալություն, մանրամասներում այսօր Մանտ Վարժանի ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Արսեն Դարպասյանն էր։ Ինֆորմատիկան ամենավտանգավոր առարկան է ուսուցչի հեղինակության համար։ Այսօր շատ աշակերտներ իրենք կարող են ուսուցչին սովորեցնել համակարգչից օգտվելու նրբությունները, եւ դա կարող են անել առանց դասագրքի։ Բոլորս էլ ունեցել ենք ուսուցիչ, որը երբեմն պատրաստ էր մի կողմ դնել դասագիրքը եւ ամենակարևորը մեզ փոխանցել ազդեցիկ խոսքով։ Չէ՞ որ դասագրքում չես տեղադրի ուսուցչի գիտելիքը, սերը, խանդավառ աչքերը։ Դասագիրքն ու ուսուցիչը կարող են սպանել սովորելու ցանկությունը եւ հակառակը կարող են այնպես անել, որ երեխան սիրահարվի առարկային։ Ամենայն հայոց ուսուցչապետը Մեսրոպ Մաշտոցը ինչ դասագիրք ուներ ձեռքի տակ, երբ կրթեց ու դասյարակեց մի ամբողջ սերունդ ու մի ամբողջ ազգ։ Այսքանը դուք դիտում եք մանրամասները, մենք եթերում ենք ամեն օր երկուշաբթիից ուրբաթ նույն ժամին հետաքրքրեց հաղորդումը, ցանկանում եք մասնակցել, առաջարկել թեմաներ կամ եւս մեկ անգամ ճշտել տեսածն ու լսածը, մանրամասների համար զանգահարել Arnews կամ այցելել մեր կայք, չէ՞ որ եթե չգիտենք մանրամասները, նշանակում է մեծ հաշվով չգիտենք ոչինչ։ Ցտեսություն։